Որ Հայաստանում խոսքի ազատության արմատներն ամուր լինեն, եվրոպացիները կգան, Հայաստանի իշխանությունների կողքին կկանգնեն ու խորհուրդներ կտան, ինչ ու ինչպիսի օրենքներ գրել, կաջակցեն նաև հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, որպեսզի տեսալսողական մեդիայի հարցերը կարգավորող ազգային մարմնի ինստիտուցիոնալ կարողությունները զարգանան, պետության պայքարն էլ կեղծ լուրերի դեմ արդյունք տա, հատկապես հիմա նախընտրական այս շրջանում։ Ժամանակահատվածի կարևորությունն ընդգծելով օմբուդսմեն Մանասյանն ասում է, սա անհրաժեշտ օգնության ձեռք է, համապետական ընտրությունների շրջանում ազատ խոսելու խնդիրներն առավել ակնհայտ են դառնում ըստ նրա։ Այն որ պետության կողմից խոսքի ազատությունը, մեդիա ազատությունը պետք է երաշխավորված լինի եւ նաեւ լրագրողների անվտանգությունը պետք է երաշխավորված լինի, բնականաբար քննարկման ենթակա հարց չէ եւ պետությունը այս ուղղությամբ պետք է առավելագույն ջանքեր գործադրի, սա միանշանակ է եւ նաեւ ցանկացած վարքագծի տեսակ, որը չի համապատասխանում խոսքի ազատության, մեդիա ազատության իրավունքի շրջանակներին, պետք է արժանանա յուրաքանչյուրիս կողմից հակազդեցության։ Նախընտրական այս շրջանում քաղաքական դերակատարները օմբուդսմենի խոսքով գործիք են դարձնում մարդու իրավունքները, այն էլ ամենախոցելի։ Զգայուն թեմաներն են գործիքայնացնում, շոշափելի դարձնում։ Մանասյանն օրինակներ է բերում երեխաների, կանանց նկատմամբ, ինչպես նաև ընտանեկան բռնություններից մինչև հաշմանդամություն ունեցող անձանց հարցեր։ Ընտրությունները մի օր ավարտվում են, այդ թեմաներով ապա տեղեկությունների ազդեցությունները մնում, այն էլ տարածում գտնելով մարդու իրավունքների ամբողջ համակարգի վրա։ Հայաստանում երևի թե ամենալայն տարածում ունեցող խտրական ատելության խոսույցներից մեկը, որը իր մեջ նաև շատ դեպքերում ապատեղեկատվություն է պարունակում եւ ամենահաճախ օգտագործողներից է քաղաքական գործընթացների շրջանակներում, հատկապես նախընտրական ժամանակահատվածներում, ազգային պատկանելության կամ էթնիկ հիմքով խտրական ու ատելության խոսքներ։ Մենք նույնիսկ քաղաքական դերակատարներ ունենք, ում քաղաքական լոզունգները հենց նման ձևակերպումների վրա են հիմնված։ Ատելության խոսքի քրեականացման եւ խոսքի ազատության քրեականացման միջև սահմանը նուրբ է։ Արձանագրումը Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանինն է։ Ֆինլանդիան համարվում է կարիքներով առաջնորդվող երկիր եւ մենք ունենք այս բանավեճը, որ պետք է քրեականացվի ատելության խոսքը։ Կան կարծիքներ, որ սա առանձին քրեականացման պետք է ենթարկվի որպես համապատասխան նկարագրություն ունեցող հանցակազմ։ Այստեղ կա մի նուրբ գիծ ատելության խոսքի քրեականացման եւ խոսքի ազատության քրեականացման միջև։ ԶԼՄ-ների ինքնակարգավորումը իսկապես չափազանց լավ միտք է, չափազանց լավ գաղափար եւ այն շատ արդյունավետ է հատկապես այն պարագայում, երբ հենց լրատվամիջոցներն են կարգավորում, մշակում իրենց վարքականոնները եւ իրենք են ներքին քննարկումների շրջանակներում սահմանում այդ նուրբ բաժանարարները։ Ծրագիրը, որի շրջանակում եվրոպական օգնությունը բերում են Հայաստան, նպատակ ունի ստեղծել առավել դիմակայուն տեղեկատվական միջավայր եւ կերտել հասարակական գիտակցություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի գիտի որոշումներ կայացնելու եւ ժողովրդավարական գործընթացներին իմաստալից մասնակցություն ունենալու կարեւորության մասին։ Էդվարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։